Գոյամարտ սերիալը հիմա հասել է մի փուլ, որտեղ յուրաքանչյուր սերիա ոչ միայն զարգացնում է պատմությունն, այլ բառացիորեն փոխում է բոլոր կերպարների ճակատագրերը։ Եթե սկզբում սա թվում էր սովորական ընտանեկան դրամա, ապա այժմ այն դարձել է լարված հոգեբանական պատմություն՝ լի գաղտնիքներով, վրեժով, սիրով և կործանվող հարաբերություններով։ Էռնայի գիծը շարունակում է մնալ ամենաողբերգակներից։ Նրա հոգեկան փլուզումը պատահական չէր, դա երկար տարիների կեղծ իրականության կործանումն էր։ Նա ապրել էր հավատալով, որ իր եղբայրը Հունանը ուժեղ է, արդար և անսխալական։ Բայց մի ակնթարթում պարզվեց այդ իդեալական կերպարը պարզապես դիմակ էր։ Իմանալ, որ Հունանը սպանել է իր հորը, իսկ հետո նաև կապված է Ավոյի եղբոր մահվան հետ, Էռնայի համար դարձավ կործանարար հարված, չնայած որ այդ ամենի մասին հենց Էռնան ինքն էր պատմել Ավոյին, չնայած որ խոստացել էր Հունանին, որ երբեք դրա մասին չի խոսի։ Նրա կողմից Ավոյին հարվածելը կարելի է հասկանալ որպես հոգեբանական պայթյուն, դա ոչ հաշվարկված քայլ էր, այլ անկառավարելի ցավի դրսևորում։ Իսկ այն, որ նա հայտնվում է հոգեբուժարանում, ցույց է տալիս ինչքան խորն է նրա կոտրվածությունը։ Բայց այստեղ հարց է առաջանում՝ արդյոք սա նրա պատմության ավարտն է, թե սկիզբը։ Շատ հնարավոր է, որ Էռնան վերադառնա ավելի ուժեղ, ավելի սառնասիրտ և արդեն լրիվ այլ մարդ։ Ավոյի կերպարն այս ամենում դառնում է առավել բարդ և հակասական։ Նա չի մահանում և դա արդեն հուշում է, որ նրա խաղը դեռ չի ավարտվել։ Ավոն այն մարդկանցից է, ովքեր տարիներով սպասում են ճիշտ պահին։ Նա ոչ միայն վրեժ է լուծում, այլ փորձում է վերահսկել բոլորին՝ օգտագործելով նրանց թույլ կողմերը։ Նրա և Մանանի կապը նույնպես շատ ինտրիգային է։ Նա նրան տուն է տանում, ներկայացնում որպես հորեղբայր, և սա բացում է նոր ու վտանգավոր դուռ։ Մանանը հայտնվում է մի մարդու կողքին, ով միաժամանակ կարող է լինել պաշտպան ու սպառնալիք։ Ավոն կարող է փորձել նրան օգտագործել իր նպատակների համար կամ իսկապես պաշտպանել, բայց նրա իրական մտադրությունները մինչև վերջ հաստատ պարզ չեն։ Մանանի ներքին պայքարը շարունակում է խորանալ։ Նա հոգնած է, վիրավորված, մերժված իր ընտանիքի կողմից, և հիմա կանգնած է մի կետի վրա, որտեղ ցանկացած որոշում կարող է ճակատագրական լինել։ Նրա հարաբերությունը Գրիշոյի հետ շարունակում է մնալ ամենաբարդերից մեկը։ Գրիշոն իր հերթին փոխվել է, նրա սերը Մանանի հանդեպ իրական է, և նրա հայտարարությունը, որ ցանկանում է ամուսնանալ, ցույց է տալիս նրա լրջությունը։ Բայց սերն այստեղ բախվում է իրականությանը։ Նա կրակել է Դավիթի վրա, նրա ընտանիքը հակառակորդ է, և այդ ամենը չի կարող պարզապես մոռացվել։ Սա սերը, որը պետք է անցնի շատ ծանր փորձությունների միջով։ Դավիթի գիծը սերիալում բերում է որոշակի հույս։ Նա արդեն տանն է վերականգնման փուլում, և նրա ներկայությունը կարևոր է ընտանիքի համար։ Նա այն կերպարն է, ով կարող է մեղմել լարվածությունը և փորձել միավորել մյուսներին։ Նրա և Նարեի հարաբերությունը շարունակում է զարգանալ շատ գեղեցիկ ու բնական կերպով։ Նրանց միջև կա անկեղծություն, որը հազվադեպ է այս սերիալում։ Սա այն գիծն է, որը հիշեցնում է, որ նույնիսկ ամենամութ պատմությունների մեջ կա լույս։ Լեոյի և Լեայի հարաբերությունը շարունակում է մնալ կենտրոնական։ Նրանք միասին են, բայց նրանց շուրջ եղած խնդիրները ոչ մի տեղ չեն գնացել։ Հունանի անցյալը, ընտանիքների միջև հակասությունները, բացահայտումները, այս ամենը մշտապես սպառնում են նրանց երջանկությանը։ Լեոն պայքարում է իր սիրո համար, բայց նաև պայքարում է իր ներսի զայրույթի հետ։ Լեան փորձում է հասկանալ՝ արդյոք կարող է ապրել այն ճշմարտության հետ, որ իր հայրը մարդասպան էր։ Սա շատ ծանր բեռ է, և ցանկացած պահի կարող է ազդել նրա որոշումների վրա։ Հունանի կերպարը շարունակում է մթնել։ Նա արդեն բացահայտված է, բայց դեռ չի հանձնվում։ Նման մարդիկ հաճախ դառնում են առավել վտանգավոր, որովհետև նրանք կորցնելու բան գրեթե չունեն։ Նրա հաջորդ քայլերը կարող են լինել կտրուկ և անկանխատեսելի։ Այս ամբողջ սյուժեն դարձնում է Գոյամարտը ոչ միայն սերիալ, այլ իրական դրամատիկ բախում, որտեղ սերը պայքարում է ատելության դեմ, ճշմարտությունը տարիների կեղծիքի, իսկ մարդիկ իրենց իսկ անցյալի դեմ։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել առավել լարված։ Կվերադառնա Էռնան, և ինչ վիճակում, ինչ իրական նպատակ ունի Ավոն Մանանի հետ։ Կկայանա Գրիշոյի և Մանանի հարաբերությունը, կկարողանա Դավիթը լիովին վերականգնվել, և ամենակարևորը՝ կպահպանեն Լեոն ու Լեան իրենց սերն այս ամենի մեջ։ Մի բան արդեն հաստատ է՝ Գոյամարտում հիմա իր ամենաթեժ փուլում է, և ամեն հաջորդ սերիա կարող է դառնալ շրջադարձային։
Իսկ մինչ հեռուստասերիալում կբացահայտվեն շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքն այս ամենի հետ, ինչ եք կարծում, ինչ է սպասվում առաջիկայում և արդյոք նոր զոհեր չեն լինի այս հեռուստասերիալում։ Հեռուստադիտողների մի մասի կարծիքով հնարավոր է, որ Ավոն մահանա։ Բայց Ավոն լինելով այս հեռուստասերիալի համն ու հոտը, հաստատ նրան ոչինչ չի սպառնում և նրանք տեսնելու ենք շատ հետաքրքիր և ինտրիգային սերիաներում։